Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակում։ Այս մասին այսօր համոզմունք հայտնեց Ոչի շտաբի պետ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ընդգծելով, որ արդեն իսկ բոլորի համար ակնհայտ է, Ոչը հաղթել է։ Կարծում եմ, որ իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակի մեջ, որովհետև արդեն ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է իշխանությանը, մերժում է սահմանական փոփոխություններին։ Դուք էլ բոլորդ էլ արդեն գիտեք, որ Ոչը հաղթած է։ Բոլոր գիտեք, հիմա եկեք ձևականություն չանենք։ Գնացեք գյուղեր, գնացեք մարդկանց հետ խոսացեք, դուք էլ բոլորդ Ոչի կողմնակից եք, ես վստահ եմ, բոլորդ։ Ու շատ լավ գիտեք ժողովրդի տրամադրությունը, հասկանալի է, որ եթե լիներ ազատ եւ արդար ընտրություն, հանրաքվե, իշխանությունը 10%-ի շանս չէր ունենա հավաքելու այդ հանրաքվեում։ Ուրեմն, այս է պատկերը։ Պատկերացրեք, եթե նրանք ապահովեն ԱՅՈ-ի հաղթանակը, ամբողջ ժողովրդի համար, եւ ոչ միայն մեր ժողովրդի համար, ամբողջ միջազգային հանրության համար, պարզ կլինի, որ Հայաստանում ոտնահարվել է հայ ժողովրդի կամքը։ Հայ ժողովրդի կամքը ո՞րն է, արդեն պարզ է։ Հիմա դա խնդրեմ է առաջացնում ում համար, պարզ չի, որ այդ կամքը արհամարող իշխանության համար։ Իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչդեռ հակադարձում է, դեկտեմբերի 6-ին ԱՅՈ-ն է հաղթելու եւ պետք է պարզել, թե դրանից հետո Ոչի ջատագովները ինչ վիճակում են հայտնվելու։ Մենք պետք է նկատի ունենք, որ դեկտեմբերի 6-ից հետո 99 թվականի, 2000, 2001, 2012, որովհետեւ այս 15 տարի անդադ լսում ենք այդ ինչ-որ օրեր, դեկտեմբերի 6, նոյեմբերի 1, աշուն, գարուն եւ այլն, դա ձեր նշած Օվերասի ասեցիք։ Լևոն Զուրաբյանը։ Ձեր նշած այդ գործիչի Բաղեմի երազանքն է 98 թվականից հետո նոր մանկություն է արթնացել իր մեջ եւ դա իր մանկական երազանքն է։ Իհարկե մի փոքր մանկությունը երկար է տևում, բայց ոչինչ։ Դրան մենք կհարմարվենք, բնականաբար ես համոզված եմ, որ ժողովուրդը կտա իր դրական քվեն եւ արդեն այդ հարցը պետք է տակ իրենց, թե ոչինչ կարգավիճակում կհայտնվի։ Նշենք, որ Ոչի ճամբարից առանձին Ռաֆի Հովհաննիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Նոր Հայաստան շարժումը նպատակ ունի դեկտեմբերի 1-ից նախատեսված հանրահավաքների միջոցով տապալել հանրաքվեն եւ իշխանափոխություն իրականացնել։ Ժառանգություն խմբակցության падգամավոր Զարուհի Փոստանջյանին այսօր հարցրեցինք, թե որքանով է իրատեսական իրենց սցենարը, հաշվի առնելով, որ Նոր Հայաստանի մարզային հանդիպումներին հաշված մարդիկ են մասնակցում։ Ես ռեալ եմ համարում, ամեն ինչ ռեալ եմ համարում։ Դուք գիտեք, որ մենք հայտարարել ենք անհնազանդության միջոցառումների սկիզբ, որը պետք է սկսենք դեկտեմբերի 1-ից։ Ես չեմ ասում, որ դեկտեմբերի 1-ին մենք ժամադրում ենք հեղափոխության օրն ենք մենք նշանակում, այդպես չէ։ Բայց դեկտեմբերի 1-ից մենք սկսում ենք անհնազանդության գործողությունների մի շարք։ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մինչդեռ պնդում է մարդիկ թացը չորից կարողանում են տարբերել։ ԱՅՈ-ի քարոզարշավի ժամանակ Աղվան Վարդանյանը չի հարցնում մարդիկ ԱՅՈ թե ոչ են քվեարկելու։ Ես հավատաքննիչ չեմ, պարզաբանում է դաշնակցական падգամավորն, ապա ընդգծում, թե բոլոր հնարավորություններն առկա են նորմալ հանրաքվե անցկացնելու համար։ Այսօր լավ բան էր Գերտիկին Փոստանջյանը, համար անցավ, ես քեզ չտեսա, գարուն անցավ, չտեսա։ Հիմա դեկտեմբերի 1-ն էլ կասնի, մենք կտեսնենք, ի վերջո այսօրվա հանրահավաքը ինչ կլինի, դեկտեմբերի 1-ին ինչ կլինի։ Ամսի 6-ից հետո ես մեծ հույս ունեմ եւ մենք դրա համար ամեն ինչ անում ենք, որ հանրաքվեն անցնի իսկապես նորմալ պայմաններում, ես իդեալիստ չեմ, ես մեր իրականությունը հրաշալի գիտեմ, այնպես որ իլյուզիաներ չունեմ, բայց վստահ եմ, որ հնարավոր է շատ նորմալ, հնարավորինս նորմալ հանրաքվե անցկացնել։